Եղբայրներ եւ քույրեր, շարունակում ենք անցյալ կիրակի օրվա թեման սրտի պահպանության մասին ենք խոսում։ Առակաց 4:23 Ամեն զգուշությունով քո սիրտդ պահի, քանզի կյանքի աղբյուրները անկի են։ Կամ ամեն բանից առավել պահիր քո սիրտը զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Մենք անցյալ կիրակի բավական խոսեցինք սրտի նշանակության մասին, թե ինչ է նշանակում սիրտը աստվածաշնչյան կոնտեքստում։ Եվ խոսեցինք, թե ինչու համար է Աստծո խոսքը կարևորում, այդքան շատ կարևորում մեր սրտի պաշտպանությունը, պահպանությունը, նրա անվտանգությունը։ Ինչպես պահակը պաշտպանում է քաղաքը, ինչպես մարդը պաշտպանում է իր գանձերը, ինչպես հայրը պաշտպանում է իր ընտանիքը, առավել ևս մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք մեր սրտին, որովհետև սիրտը մեր հոգևոր կյանքի կենտրոնն է։ Սիրտ այն վայրն է, ուր Աստված իր բնակությունն է հաստատել Սուրբ Հոգու միջոցով։ Սիրտը մեր հոգևոր ինտելեկտն է, ընկալունակությունը հոգևոր ճշմարտությունների։ Սիրտը նաև մեր բարոյական արժեքների կրողն է։ Սիրտը, ինչպես մեր հոգևոր հայրերն են ասում, նաև մարտադաշտ է, ուր բարին և չարը պատերազմ են մղում մեր հոգու համար։ Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել, երբ խոսում ենք սրտի պահպանության մասին, սրտի պաշտպանության մասին։ Սուրբ Գիրքն ասում է, որ այն պետք է պահպանենք ամենայն զգոնությամբ կամ ամեն բանից առավել։ Ոչ թե երբ հիշում ենք դրա մասին, երբ ժամանակ ունենք դրա համար, երբեմն առիթից առիթ, այլ շարունակական զգոնություն, երբ որ Աստծո խոսքը մեզ հորդորում է ասելով անդադար աղոթք արեք, մեր Տեր Հիսուսն ասաց շարունակ անդադար աղոթք արեք, Պողոս առաքյալն ասում է շարունակ աղոթքի ետևեն եղեք։ Նա հենց սա նկատի ունի, ոչ թե որ մեր շուրթերը շարունակ աղոթք պետք է հնչեցնեն, այլ մենք շարունակ հսկողության տակ պետք է պահենք, պաշտպանության տակ պետք է պահենք մեր սիրտը, զգոն լինենք, արթուն լինենք, որովհետև սիրտը միշտ հարձակման տակ է։ Քո սիրտը, իմ սիրտը միշտ հարձակման տակ է։ Ահավասիկ ասում է առաքյալը, սատանան մռնչող առյուծի պես շրջում է և փնտրում է, թե ում կուլ տա։ Ինչպես է տեղի ունենում այս կուլ տալու պրոցեսը։ Հուսամ մենք չենք կարծում, որ դա ֆիզիկական կուլ տալու մասին է խոսքը։ Թեև ինչ որ մի էտապում դա կարող վերածվի նաև ֆիզիկական կորուստի։ Բայց նախ եւ առաջ չարի նպատակն է, որպեսզի գրավի քո սիրտը։ Դրա համար սիրտդ է միշտ ենթարկվում հարձակումների։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, մի ժամանակաշրջանում, ուր
Մարդը ավելի կարևորում է իր երևույթական կյանքը, քան իր ներքին կյանքը։ Մենք ավելի շատ կարևորում ենք արտաքին քանդակները տաճարի, քան ներքին գեղեցկությունը։ Մենք ավելի մտահոգված ենք մեր արտաքին տեսքով, քան ներքին գեղեցկությամբ։ Մենք ավելի ռեսուրսներ ենք ծախսում մեր արտաքին գեղեցկությունը պահպանելու, վերակառուցելու կամ մի նոր կերպար ստանալու համար, ուսամասկան մեկ ինչի մասին եմ խոսում, քան թե ներքին գեղեցկության վրա։ Ներքին գեղեցկության համար պայքարը այսօր ոչ թե երկրորդ էտապ է, երկրորդ պլան է մղված, այլ երևի թե 100-րդ։ Եվ այլևս չկան որևէ մեկ բարոյական չափանիշներ։ Մարդիկ ազատորեն ցուցադրում են սեփական տգիտությունը, սեփական տխմարությունը եւ ոչ միայն ցուցադրում են, այլ հպարտանում դրանով եւ արժանանում ծափարությունների։ Մենք ապրում ենք այդպիսի հասարակության մեջ եւ միշտ կա գայթակղություն հատկապես երիտասարդ ծերունդի համար տրվելու այդ ալիքին, քանի որ ծափարությունները, ուշադրությունը եւ ինչու՞ չէ նաեւ փողը ուղղվում է, գետերը հոսում են այդ ուղղությամբ, ուր որ կա հիմարության մրցավազք, ուր որ կա ապուշության մրցավազք, ուր որ կա կեղծ շինցու արտաքին գեղեցկության մրցավազք։ Եվ շատ երիտասարդներ զգոն չլինելով, ենթարկվելով այս փորձությանը, իրենք տրվում են այս գայթակղությանը եւ չեն դիմանում։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ կյանքի աղբյուրները սրտից են բխում։ Իրական կյանքը, կյանքի համը, հոտը, կյանքի գեղեցկությունը, կյանքի լիությունը, կյանքի ներդաշնակությունը սրտից է ծնունդ առնում։ Դուք մի խաբվեք այն ամենին, ինչը ցուցադրում են մարդիկ, ինչը ի ցույց են հանում։ Այդ գեղեցիկ թվացող կերպարների ներսում քաոս է տիրում։ Այդ գեղեցիկ թվացող պատկերների ներսում շատ տգեղ պատմություններ եւ շատ տգեղ հոգեվիճակներ են տիրում։ Ոստի իզուր չէ Աստծո խոսքն ասում, որ ամեն բանից առավել սրտիդ ուշադրություն դարձրու, սիրտդ պահպանիր, որտեվ արտաքուստ կարող ես աշկ շոյել, արտաքուստ կարող ես մարդկանց գրավել, մարդկանց աշկերը, մարդկանց հայացքները գրավել, անգամ գայթակղել, բայց եթե ներսդ խաղաղություն չտիրեց, եթե ներսդ համերաշխություն չկա, եթե ներսդ հաշտություն չկա ինքդ Աստծո հետ, ինքդ քեզ հետ, այդ ամեն նվաճումները զուր են։ Աշխարհի շատ եւ շատ բեմեր նվաճած մեծ արտիստներ, անունները չթվարկեմ հիմա, շատ մեծ արտիստներ, որոնք որ բազմամիլիոնանոց երկրպագուների բանակներ ունեին, իրենց կյանքի ինչ-որ մի էտապում իրենց միայնակ էին զգում։ Եվ նրանցից շատերը իրենց ներքին փոթորիկները հանդարտեցնելու համար, լոկ միայն գիշերային քուն ունենալու համար ստիպված ընդունում են անտիդեպրեսանտներ, որովհետեւ գոնե գիշերվա մի քանի ժամվա քնին արժանանան։ Եվ գիտենք նաև ոմանք քնեցին եւ չարտնացան։
ուղղակի դեղերի ազդեցության տակ կամ դեղերի ավելի բարձր դոզաներ ընդունելու պատճառով։ Աստված ուզում է, որ ես եւ դուք կյանք ունենանք։ Նրա համար մեզ հորդորում է պահպանել ոչ թե մեր դրամապանակը, պահպանել ոչ թե լավ պահեք ձեր դրամապանակը, որովհետև այսօր հակերներ շատ կան։ Այո, պահպանեք, բայց ավելի թանկ բաներ ունենք մենք կորցնելու։ Եվ այն ենթարկվում է շարունակական հարցակումների։ Այդ լավ ուժեղ կոդերը, որ դնում ենք մեր, չգիտեմ, հաշվի համարների վրա, քարտերի վրա, WhatsApp-ի վրա, Facebook-ի վրա, Messenger-ների վրա, այսքոմ, այնքոմ, եւ այլն, այդ ամեն ինչից առավել ուժեղ կոդեր պետքա դնել մեր սրտի վրա։ Դրա մասին էլ ուզում եմ խոսել այսօր։ Ինչպես պաշտպանենք մեր սիրտը։ Առաջինը մտնողի հանդեպ զգոնության միջոցով։ Նախ հարկավոր է միշտ զգոնություն ցուցաբերել այն ամենի հանդեպ, ինչը փորձում է մուտք գործել ձեր սիրտ։ Սրտաբաց լինելը լավ բան է։ Ասում են, չէ, շատ սրտաբաց մարդ է։ Բայց հիշեք մի բան, որ սրտաբաց մարդիկ ավելի հաճախ են ենթարկվում փորձությունների, նեղությունների եւ հարձակումների։ Ուստի իմ հորդորս է ձեզ զգուշություն ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչ փորձում է մուտք գործել ձեր սիրտ։ Դա կարող է լինել նյութական ինչ-որ մի բան, նյութական ինչ-որ մի երևույթ, դա կարող է լինել մարդ, ֆիզիկական։ Ես ուղղակի մեկ օրինակ եմ ուզում բերել 5 տակարանից, ուշադրություն դարձրեք այս հատվածում քանի անգամ է խոսում սրտի մասին։ Դատավորաց գրքում կարդում ենք այս պատմությունը, ավելի շարունակությունը պատմության, դատավորաց 16-րդ գլուխ 15-ից 19-րդ խոսքերը։ Իսրայելի դատավորներից մեկն էր Սամսոնը, եւ իր ժամանակի գերհզոր մի մարդ էր համարվում, աստվածային ուժ ուներ եւ նա կանգնած էր Իսրայել ժողովրդի պաշտպանության համար եւ մարտնչում էր նրա թշնամիների դեմ, փղշտացիների դեմ։ Եվ փղշտացիները ուզում էին հասկանալ, թե որն է գաղտնիքը նրա ուժի։ Տարբեր կերպերով փորձեցին, չէր ստացվում։ Հիմա տեսեք, ինչպես նրանք փորձեցին մուտք գործել դեպի նրա գաղտնարանը, նրա ուժի գաղտնիքը բացահայտելու, նրան տապալելու համար, որովհետև եթե տապալեին Սամսոնին, կտապալեին եւ Իսրայելը։ Ֆիզիկական դաշտում, պատերազմի դաշտում հնարավոր չէր նրան հաղթել։ Ոչ մի ձև չէին կարողանում։ Տարբեր կերպերով փորձում էին, չէին կարողանում։ Այս տղան անհաղթահարելի էր։ Որ դռնից մտնում էին, փակ էր դուռը, չէր ստացվում։ Փորձեցին վերջին դուռը։ Հիմա տեսեք այդ որ դուռն է։ Այն ատեն Դալիլա անորը սավ։ Դալիլան Սամսոնի սիրելին էր։ Սամսոնը շատ էր սիրում Դալիլային, որը շատ գեղեցկադեմ մի կին էր։ Քու սիրտդ ինձ հետ չէ։ Դալիլան է ասում Սամսոնին։ Ինչպես ես ասում, թե քեզ կսիրեմ։ 3 անգամ է, որ ինձ կխաբես, եւ ինձ չասացիր, թե քո մեծ զորությունդ ինչն է։ Որովհետև ամեն օր իր խոսքերով անոր նեղություն կուտար։ Ուշադրություն դարձրեք այս խոսքին։ Ամեն օր։ Սատանան մռնչող առյուծի պես շրջում է, թե ում կուլտա, հա։
Ինքը իր գործի վրա է, ինքը իդ չի կանում, ինքը ամեն օր այնքան է շրջելու, միջև կուլ տա։ Հիմա էլ այստեղ ասում է, որ ամեն օր նրան ինչ էր անում։ Նեղություն էր տալիս։ Այդ ինչ նեղություն էր, ասենք ձեռքներ ծալում, ձեռ ուժ էին կպնում, մազերներ քաշում, կնճռոտում էր, չէ։ Մանիպուլյացիաներ էր անում, հոգեբանորեն ճնշումների էր ենթարկում։ Ինձ չես սիրում, եթե ինձ սիրեիր, այսպես բան չերան, տեսեք թույլ տեղերին ա կպնում տղամարդու եւ այլն։ Որտեղ ամեն օր իր խոսքերով անոր նեղություն էր տալիս եւ զանիկա կբռնադատեր։ Օհ։ Կբռնադատեր։ Փղշտացիները չէին կարողանում բռնադատեին այս մարդուն։ Բայց հարյուտես Դալիլան գտավ ձևը բռնադատելու։ Այնպես որ ուշադրություն դարձրեք, անոր սիրտը միջև մահվան աստիճան նեղվեց։ Այնքան բռնադատեց, որ Սամսոն այս գեր հզոր մարդու սիրտը սկսեց ընկճվել, նեղվել, ճնշվել։ Ստրատեգիան չի փոխվել, բացարձակ։ Ուստի բոլոր իր սրտի մեջ եղածը անոր պատմեց։ Եվ ասաց նրան. իմ գլխուս վրա ածելի չէ դպած։ Քանզի մոր արգանդեն ես Աստծո ուխտավոր եմ։ Եթե ածիլվեմ, իմ ուժս ինձանից կերթա։ Եվ կտկարանամ, եւ ամեն մարդու պես կլնամ։ Սատանան ուզում է հենց դա, որ դու ամեն մարդու պես լինես, որ քո ուժը քեզանից գնա։ Ինչ է նշանակում ամեն մարդու պես լինել։ Այսինքն դու չունենաս Աստծո հետ այդ հատուկ հաղորդակցություն, այդ հատուկ հարաբերությունները, որը որ քեզ ուժ է տալիս, դու կպարտադիր չի, որ դու Սամսոն նման ֆիզիկական այդ ուժի տիրապետ ես։ Սատանայի տարատեսակ հարցակումներին դու կանգնած ես մնում։ Հոբիկինը ինչ ասաց։ Ասաց էլ ապրում ես ինչ անես։ Աստծուն հայոյում մեռիր։ Այսինքն ամեն մարդ քո տեղը լիներ, այդպես կվարվեր։ Այդքան կորստից հետո, այդքան փորձանքից հետո դու դեռ Աստծուն հավատարիմ ես մնում։ Յուրաքանչյուր նորմալ մարդ կթողներ հավատքը։ Չէ, այսօր հոբի մասին չենք խոսում։ Այսօր խոսում ենք ժամանակակից հավատացյալների մասին, որ մի բան իրանց սրտով չի լինում եկեղեցում։ Մեկը իրանց սրտով բառ չի ասում, արդեն էլ վերջ։ Սովորական մարդու պես ենք լինում։ Թողնում ենք հավատքի կյանքնել, հոգևոր կյանքնել, եկեղեցիներ, պաշտամունքնել, մյուսնել, թողնում ենք, ինչու, որտեղ մեր սրտով չի։ Ամեն մարդու պես ենք ուզում լինել։ Չարի ուզածը հենց դա է։ Եթե ածիլվեմ, իմ ուժս ինձանից կգնա եւ կտկարանամ եւ ամեն մարդու պես կլինեմ։ Աստված չի ուզում, որ դու ամեն մարդու պես լինես։ Եվ դու ամեն մարդու պես չես կարող լինել, որովհետև քո մեջ երկնքի երկրի Տերն է ապրում, որովհետև քո մեջ Սուրբ Հոգին է ապրում, որովհետև դու գնված ես Քրիստոսի արյամբ եւ դու չես կարող նույնը լինել։ Ամեն մարդու պես չես կարող լինել։ Որովհետև Քրիստոս իր ներկայությամբ զարդարել է քո կյանքը եւ քայլում է քեզ հետ։ Եվ նա պատրաստ է անելու այն հզոր գործերն ու նշանները, ինչ որ արեց իր աշակերտների միջոցով։ Դու չես կարող լինել ամեն մարդու պես, որովհետև դու Սուրբ Հոգու բնակարան ես։ Չարի ուզածն ինչ է, որ դու ամեն մարդու պես լինես, որ դու էլ խոցելի լինես, որ դու էլ հասարակ, տարական, սովորական գայթակղություններին չդիմանաս, տրվես։ Մի երիտասարդ աղջիկ տարիներ առաջ ինձ ասաց, ես էլ եմ ուզում ամեն մարդու պես լինեմ։ Ես չեմ ուզում ունենամ արժեքներ, ես ապրեմ ինչ որ արժեքներով։ Ես ուզում եմ ազատ լինել, ոնց ուզում եմ այդպես ապրեմ։ Ցավոք սրտի տենց էր սկսեց ապրել։ Լսեք, երբ Դալինան տեսավ, որ Անիկա բոլոր իր սրտի մեջ եղածը իրեն պատմեց, նախարարները կանչել տվավ եւ ասավ. այս անգամ ելեք, քանզի բոլոր իր սրտի մեջ եղածը ինձի հայտնեց։ Քանի անգամ է խոսում սիրտը։ Այն ատեն նախարարները անոր քովեն ելան
ու արծաթնալ իրենց հետ բերին 19-ն ասում է Դալիլա Զանիկա իր ծունկներուն վրա քնացուց Ես ուզում եմ մի պա ստոպ տանք իր ծնկների վրա քնացրեց Հիշում եք աշակերտներին ինչ էր ասում Հիսուս երբ որ պատերազմի մեջ էին Գեցսեմանի այգում ասում էին մի քնեք արթուն մնացեք աղոթք արեք Իր ծնկների վրա քնացրեց փափուկ հաճելի ցանկալի հանգիստ թվացող քուն Միշտ սատանան քո զորությունը իմ զորությունը խլելու համար միշտ մի հատ ինչ որ կոմֆորտ վիճակ է ստեղծում մեզ համար մի վիճակ որտեղ որ մենք հանգստանում ենք որտեղ որ մենք հանգիստ ենք զգում վերջապես հանգստացեք լարվածությունը անցավ ձեզ ասեմ հավատքի կյանք ապրելը հեշտ կյանք չի հոգևոր կյանք ապրելը դա հեշտ կյանք չի մի կարծեք այդպես փափուկ հանգիստ կյանք գնում ենք եկեղեցի մեզ լավ ենք զգում չէ լավ չենք զգում երբեմն վատ ենք զգում որովհետև մոլորված է եւ մոլորեցնում է այն եկեղեցին, որը որ փափուկ ծնկներ է դնում իր հավատացյալների գլխի տակ։ Արթուն եղեք ասում է։ Արթուն լինելու համար երբեմն պետք է ապտակես, որ քնից արթնանա։ Դրա համար երբեմն Աստված իր խոսքով մեզ ապտակում է, որ քնից արթնանանք, որ արթուն լինենք, որ չտրվենք քնին։ Պետրոսը քնեց, չէ՞։ Մնացածը քնեցին, ինչ եղավ արդյունքում։ Ուրացան Հիսուսին, թողեցին Հիսուսին, փախան։ Երբ Դալիլան տեսավ, որ Անիկա բոլոր իր սրտին մեջ եղածը իրեն պատմեց, նախարարները կանչել տվավ եւ ասավ. այս անգամ ելեք, քանզի բոլոր իր սրտին մեջ եղած ինձի հայտնեց, այն ատեն նախարարները անոր քովեն ելան, արծաթն իրենց հետ բերին։ Դալիլա Զանիկա իր ծունկներուն վրա քնացուց ու մարդ մը կանչեց եւ անոր գլխուն 7 բաժին մազերը ածիլել տվավ ու սկսավ Զանիկան նեղել եւ անոր ուժը իր մե գացած էր։ Ու ծանր ավարտ ունեցավ Սամսոնը։ Ցավալի է տեսնել, երբ Աստծո հսկաները Աստծո համար հզոր գործերի համար պատրաստված հավատացյալները հայտնվում են այսպիսի վիճակում։ Երբ իրենց ուժը գնում է իրանցից, բայց իրենք տեղյակ չէին, որտեղ շարունակությունը որ պատմության կարդաք կտեսնեք Սամսոնը ելավ, էլի ուզեց պայքարել, կռվել, տալ, ջարդել, փշրել, այստեղ չի կարողանում, չի ստացվում, որտեղ ուժը գնացել էր իրանից։ Այդպես էլ մենք շատ հավատացյալներ գիտենք առաջվա պես ելնելու ենք, էս անենք, բայց տեսնում ենք չենք կարողանում, փոքր մի գայթակղությանը, փոքր մի փորձությանը չենք կարողանում, ինչու որտեղ ուժը գնացել է, որովհետև սիրտդ լավ չես պահել, սիրտդ լավ չես պաշտպանել, որովհետև սիրտդ անընդհատ հարձակման տակ լինելով քեզ քուն էր բերում, քեզ փափկություն էր բերում, քեզ պաշտպանության զգացողություն էր բերում, քեզ սեր էր բերում, բայց սիրտդ էր գողանում։ Զգուշ եղիր այն ամեն ինչը թողնում ես, որ սիրտդ մտնի, մութ գործի քո սիրտը։ Զգոն եղեք ես հարցում, հատկապես թանկագին երիտասարդներ։ Դուք ավելի շատ ենթարկվում եք այս փորձությանը, այս գայթակղությանը։ Շատերը պետք է փափագեն, շատերը պետք է փորձեն գրավել ձեր սիրտը։ Արդյոք մեկը Հիսուսով է այնտեղ մուտք գործում, թե առանց Հիսուսի։ Եթե փոքր իսկ նշույլ, նշան վկայում է, որ դա առանց Հիսուսի է, անմիջապես փակեք, ժամանակ մի տվեք, սատանայի ստերին մի տրվեք, որ չէ կփոխվի, չէ, ինքն էլ կապ աշխատ, չէ ինքը թողնում է, որ ես գամ եկեղեցի, բան, այս սատանայի ստերին մի հավատացեք։ Նրա նպատակն է գողանալ քո սիրտը, ում նպատակը սատանայի, եւ նա կգործածի մի օր Դալիլային կգործածի, մի օր սրան կգործածի, մի օր նրան կգործածի։
Այն անելու է։ Զգուշ եղեք, թե ում առջև եք բացում ձեր սիրտը։ Հիսուսն ասաց. ձեր մարգարիտները խոզերի առջև մի գցեք, որ չլինի, թե ասում է տրորեն այն, հետո կան ձեզ տրորեն, կամ պատառոտեն։ Մի մարգարիտը ձեր մի գցեք խոզերի ոտքերի առաջ։ Այն մի օր տրորելու են, հետո չվերականգնվի այդ սիրտը, հետո էլ ձեզ են պատառոտելու։ Դա համար զգոնություն ցուցաբերեք, թե ում առջև եք բացում ձեր սիրտը, ինչի առջև եք բացում ձեր սիրտը։ Նաև նյութական առումով պետք է խոսենք։ Զգուշ եղեք, ինչն է գրավում ձեր սիրտը։ Ինչն է, որ աչքը շոյում է, այդ որ մի ծառի պտուղն է, որը աչքիդ հաճոյ է երևում, քիմքիդ հաճելի, չէ, սրտիդ ցանկալի, այդ որ մի պտուղն է, լիքը բաներ կան։ Ընկերուհուդ ունեցած, ընկերուհուդ հեռախոսը, ընկերուհուդ ընկերը, ընկերուհուդ, չգիտեմ, պայուսակը, ընկերոջդ այսինչը, ընկերոջդ ավտոն, ընկերոջդ անունը, մի տրվեք գայթակղություններին։ Մի տրվեք գայթակղություններին։ Զգուշ եղեք, որ սիրտը չտրվի այդ ամեն ինչին։ Որտեղ նախանձը բույն է դնելու քո հոգու մեջ։ Բոլոր ամեն ինչի հասան, դու չհասար։ Բոլորն ամուսնացան, դու չամուսնացար։ Բոլորը քո տարիքում արդեն երեխեք ունեն, դու չունես։ Ով էլ գա դուրը ծեծի, առաջինը միանգամից բացի։ Մի տրվեք այդ գայթակղությանը, թանկագիններս։ Այն ամեն ինչը, ինչ որ Քրիստոսի ձեռքերից չի, մի ընդունեք։ Մի ընդունեք։ Դրա համար Սուրբ Գիրք լավ կարդացեք, Սուրբ Գիրք լավ իմացեք, որ կարողանաք զանազանել ինչը Աստծուց եւ ինչը Աստծուց չի։ Որ իմանաք ձեր սիրտը ում եւ ինչի առաջ եք բացում։ Ինչպես պաշտպանենք մեր սիրտը։ Աղոթքի եւ խոսքի միջոցով։ Աղոթքի եւ խոսքի միջոցով։ Մեր սիրտը շարունակ Աստծո առաջ պիտի բերենք։ Շարունակ աղոթքի մեջ պետք է լինի։ Մեր մտքում եղածը, մեր հոգևոր գիտելիքները աղոթքով միշտ պետք է սիրտ փոխանցել։ Նրանք ովքեր որ կոմպյուտերից քիչ թե շատ հասկանում են, գիտեն, որ չէ, եթե C դիսկի վրա է ինֆորմացիան, ենթակա է տարբեր վիրուսների, տարբեր հարձակումների եւ եթե հանկարծ խնդիր լինի, կոմպյուտերը չէ, չանա ինֆորմացիան այնտեղից ջնջվելու է։ C-ից ուր պետք է տեղափոխես կարևոր ինֆորմացիան։ D դիսկ, ահա, այնտեղից տանում ես D դիսկ, կոպիա ես անում, այնտեղ ես անում, կամ ամբողջը վերցրել D դիսկի մեջ եւ հանգիստ եղի։ Շատ հավատացյալ մարդկանց հոգևոր գիտելիքները, հոգևոր իրանց իմացածը ուղեղի մեջ է։ Ուղեղի մեջ է, դրա համար դա ոչ մի օգուտ չի տալիս։ Ոչ մի օգուտ չի տալիս։ Եվ այն ենթարկվում է փորձության, ենթարկվում է հարձակման ու շուտ կախում է, շուտ կոտրվում է, շուտ ջնջվում է։ Եթե այն սիրտ չի գնում։ Նայեք ժողովուրդ, Հիսուս, երբ որ եկավ աշխարհ, նա չընդունվեց աստվածաբանական համալսարանում որպես կեսդրույքով աշխատող աստվածաբանության ուսուցիչ, դասախոս։ Նա ընդհանրապես մեզ չէր սովորեցնում, թե ինչպես տեքստը ճիշտ հասկանանք, ինչպես բառը ճիշտ շեշտադրումը որ բառի վրա է դրված։ Հիսուսի քարոզախոսության մեջ այնպես բաներ գոյություն չունի։ Նա մեզ աստվածաբանություն չէր ուսուցանում։ Աստվածաբանական լեկցիաներ մեզ չէր տալիս, մարդկանց չէր տալիս։ Նա ինչ էր անում, նա հետապնդում էր, որ մարդկային կյանքերը փոխվեն։ Մարդկանց կյանքերը փոխվեն։ Նրա քարոզչությունը մի նպատակ էր հետապնդում, որ մարդը փրկություն ունենա եւ մարդու կյանքը փոխվի։
Աստծո ուզած է ինչի որ մեր գլուխը մեծանա։ Այսպես շատ ինֆորմացիայով լցվի։ Աստծո ուզած են չնչին իմացածդ անգամ ուղեղիցդ սիրտ գնալն է։ Որպեսզի այն կյանքի վերածվի, որովհետև այն ամեն ինչ որ մենք սրտով ենք վերապրում, այն կյանքի է վերածվում։ Այն ամեն ինչ միայն ուղեղի մեջ է, այս ուղեղի այս կաղապարի մեջ է մնում, այդ ամեն ինչ ընդամենը վիճաբանելու, սեփական եսը, սեփական հպարտությունը ցուցադրելու զենք է դառնում, ուրիշ ոչ մի բան։ Գիրը սպանում է, այս հոգի շինություն անում։ Երբ որ գիրը հոգի չի դառնում, այն դառնում են լոկ միայն սրան սխալ հանես, նրան սխալ հանես, այս սրանք վատն են, նրանք վատն են։ Էսա վերջ, այսօրվա եկեղեցիների, այսօրվա շատ հովիվներ կամ աստվածաբանների թեման ի՞նչ է։ Ով է ճիշտ, ով է սխալ, այս բան եւ այլն, միշտ այս կառիների մեջ են։ Իսկ կյանք, իսկ հոգի, Հիսուսն ասեց իմ խոսքերը կյանք եւ հոգի են։ Այն խոսքերը, որոնք որ կյանք ու հոգի չեն դառնում, դրանք փուչ դատարկ փիլիսոփայություն են։ Եթե քո իմացածը կյանքի չի վերածվում, դու ոչինչով չես տարբերվում այլ կրոնների հետևորդների մակարդակից, ոչինչով չես տարբերվում։ Աստծո ուզածն է, որպեսզի մեր իմացածը գնա սիրտ, աղոթքը մեկ նպատակ պետք է ունենա, կամ առաջնային նպատակը աղոթքի դա մեր իմացածը սիրտ գնա, սիրտ տեղափոխվի։ Որովհետև մեր սիրտը պաշտպանվելու է, երբ մեր իմացածը վերապրում ենք այն, մեր իմացածը զգում ենք, մեր իմացածը սրտով ենք հասկանում։ Դու կարող ես անգիր իմանաս, որը որտեղ է գրված, բայց սրտիդ մեջ դատարկություն տիրի, այնտեղ բան չկա։ Դրա համար ուրիշի ցավը չի զգում, սեփական մեղավորությունը չի զգում, սեփական սխալը չի զգում, ներողություն խնդրել չկա, զղջալ չկա, ծնկի գալ չկա, հոգիների համար ցավ քաշել չկա։ Չկա։ Որտեվ ինչ որ կա, ստեղ է, այստեղ բան չկա։ Սիրտը պաշտպանելու համար պետք է աղոթք անենք, որ մեր իմացածը տեղափոխվի դեպի սիրտ։ 119-րդ Սաղմոսը 11-րդ համարում այսպես է գրված։ Սաղմոս 119 11-ն ասում է. Իմ սրտիս մեջ պայեցի քո խոսքերը, որպեսզի չմեղանչեմ քեզ դեմ։ Իմ սրտի մեջ պայեցի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Չմեղանչելու նախապայմանը Աստծո խոսքը որտեղ պահելն է։ Լավ իմանալն է Աստծո խոսքը, չէ, սրտի մեջ պահելն է։ Լավ իմանալը դա սրտում ունենալն է։ Լավ իմանալը անգիր հիշելը չէ։ Լավ իմանալը սրտում պահելն է։ Իմացար, լսեցիր, աղոթիր, որ գնա սիրտ։ Սրտումդ պահես այն։ Սիրիր այն։ Եվ դա կօգնի քեզ, որ չմեղանչես։ Չմեղանչել նշանակում է մեղքին տեղ չտալ սրտիդ մեջ։ Աղոթք եւ խոսքի միջոցով։ Սուրբ Գիրքը ընդունի որպես հոգու դեղ։ Սուրբ Գիրքն է, որ զինելու է քեզ պաշտպանելու սիրտդ։ Աստծո խոսքը ինչի սուրն է։ Ձեռքի, գլխի, ոտքի։ Պողոս առաքյալն ինչ է ասում, ինչի սուրն է Աստծո խոսքը։ Հոգու սուրը։ Հոգու սուրը։ Ուրեմն Աստծո խոսքը իմանալով, Աստծո խոսքը լսելով, Աստծո խոսքը քննելով, սերտելով, կարդալով եւ այն սրտում պահելով է, որ մենք անվտանգ ենք դարձնում մեր սիրտը, պաշտպանում ենք մեր սիրտը։ Ու մենք կարողանում ենք այդ խոսքով ընդդիմանալ չարի հարձակումներին։ Որտեւ մյուս անգամ, երբ որ գայթակղությունը գա, մյուս անգամ, երբ որ Դալիլան մոտենա, իրականում սատանան Դալիլայի կերպարով, դու ունես զենք պաշտպանելու։ Դու գիտես ինչ է ասում խոսքը եւ սրտով գիտես։ Որտեւ եթե սրտումը չես խոսքը, միայն ուղեղումդ է, սիրտդ ուղեղը սկսելու են իրար հետ կռիվ անել։ Նա ազդելու է սրտիդ վրա, ոչ թե ուղեղիդ վրա։ Նա փորձելու է սրտիդ կպնի, զգացմունքներիդ կպնի,
ցանկություններիդ կպնի։ Իսկ սիրտդ, զգացմունքներդ անպաշտպան են լինելու։ Երբ որ Սատանան կարողանում է մարդու սիրտը գրավել, ուղեղում եղածը 0 է դառնում։ Գիտեք դա։ Երբ որ Սատանան մարդու սիրտը կարողանում է գրավել, ուղեղում եղածը 0 է դառնում։ Էլ դու գիտես ճիշտը որն է, եւ այլ, էսի ուժ չունի։ Կռիվ տալու ուժ չունի, երբ որ սիրտդ գրավված է։ Այդպես չի։ Այդպես է։ Երբ որ զավակդ սիրա արվում է մի, չգիտեմ ում, չգիտես ինչ կյանքով ապրողի եւ այլն, ինչքան ուզում ես խորհուրդ տուր։ Ինչքան ուզում ես խորհուրդ տուր։ Ինչքան ուզում ես ասա, ախր ինքն անձը չի, որ արժանի է քո կողք կլինելու, որ դու կյանք կիսես իրա հետ։ Կապ չունի։ Այդ մարդը գրավել է արդեն քո զավակի սիրտը, լինի տղա, լինի աղջիկ, գրավել է, պապան լինի, մաման լինի, 30 տարի, 25 տարի, չգիտեմ, կյանք ես տվել, հոգի ես տվել, գիշերներ ես անքուն անցկացրել, սնել ես, եւ այլ 2 ամիս հետ եղավ, 2 ամիս շփվեց հետը, 2 ամսում եթե նա կարողացավ սիրտը գրավի, քո բոլոր խորհուրդները, անցած ուղին, անցածը հիշեցնելով, բերելով, արժև դնելով եւ այլն, մարդը ուղեղով ասում է ճիշտ ես, բայց ոտքերը չի գնալու ճշտի ճանապարհով, որովհետև սիրտը գրավված է։ Այդպես չէ։ Նույնն էլ հավատքի կյանքն է, թանկագիններս, ճիշտ նույնն էլ հոգևոր կյանքն է։ Աղոտ պետք է անենք, որ մեր իմացածը ինչ որ կարդում ենք, ինչ որ լսում ենք, գնա սիրտ։ Գնա սիրտ, որ երբ որ այն հարցակման տակ լինի, գայթակղություն կլինի, գրավիչ մի բան կլինի, աչք շոյող մի բան կլինի, քիմքին հաճո մի բան կլինի, ինչ ուզում է լինի, սիրտը զենք ունենա պայքարելու։ Սիրտը ասի, իմ տիրոջս խոսքը այսպես է ասում։ Հեռու գնա։ Երբ որ Հիսուսը Պետրոսին ասում էր, պետք է գնանք Երուսաղեմ եւ մարդու որդին պիտի մատնվի, չէ՞։ Պիտի մատնվի եւ պետք է չարչարվի, տանջվի, խաչվի, երրորդ օրը հարություն առնի։ Պետրոսը նրան ասաց, քավ լիցի, որ այդ բանը քեզ հետ լինի։ Քավ լիցի։ Եկեք տրամաբանենք։ Եկեք մի հատ տրամաբանենք։ Վատ բաներ ասում Պետրոսը։ Եթե մարդկային տրամաբանությամբ խոսենք, այս մարդ ասում է, ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում։ Ոնց կարանք մենք թույլ տանք։ Ոնց կարանք մենք թույլ տանք, որ մեկը քեզ բռնի, տանջի, չարչարի ու սպանի։ Քավլիցի ասում է։ Դրա համար, երբ որ եկան բռնելու, ինչ արեց, սուրը հանեց, ականջ կտրեց եւ այլն։ Հələ ինքը դրա վրա է, որովհետեւ տրամաբանորեն դա չպետք է լինի։ Մեր բոլոր երազները, մենք ամեն ինչ թողեցինք քո հետևից եկանք, մեր երազները քո հետ է կապված։ Դու ո՞նց ես ասում ես մեռնելու եմ։ Էլ շարունակությունը չի լսում երրորդ օրը հարություն եմ առնելու։ Էդի կպայես ուրիշներին կպարտմես։ Դու մի անգամ չփորձես մտածել այդ ուղղությամբ, որ դու ծովերի վրա քայլողդ մեռելներին հարություն տվողդ հանկարծ գնալու ես մեռնես ու խաչվես։ Տրամաբանորեն ճիշտ բան ասում, լավ բան ասում։ Բայց Հիսուսը նրան ասում է ետից գնաս սատանա։ Գիտես ինչու ասում ետից գնաս սատանա։ Որովհետև ոչ թե իր իմացածով, իր տրամաբանությամբ է ինքը վերլուծում Պետրոսի ասածը, այլ իր սիրտն է վերլուծում Պետրոսի ասածը։ Ու սրտի մեջ գրված էր, սրտի մեջ կար իր առաքելությունը, որն է ես Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն, որպեսզի չկորչի մարդ արարածը հավիտենական կյանք ունենա, մարդու որդին պետք է զոհվի, մարդու որդին պիտի տրվի, մարդու որդին պիտի խաչվի, ու սա սրտում էր գրված։ Դրա համար նրա ուղեղը, նրա տրամաբանությունը չի գործում, ասելով այ մարդը հա էլի ճիշտ ասում, ես սա հաջողության հասան, ես հաջողության չհասնեմ, ուժը ունեմ, կարողություն ունեմ, ես ուրիշներից ինչով եմ պակաս, այդպես չի, չէ, ճշմարտությունը սրտի մեջ էր գրված, դրա համար ասում է
ետից գնա սատանա։ Տերը թող օրհնի մեզ, որ զգոնություն ցուցաբերենք այն ամենի հանդեպ, ինչ մեր սիրտ փորձում է մուտք գործել, այսպես ասած անտիվիրուս պետք է դնենք։ Հենց մի հատ վտանգավոր բան ուզում եմ մուտք գործել, այնտեղ ներքին մի հատ ցենց նշան ձայն մեզ զգուշացնի դրա մասին։ Եվ դա Աստծո ձայնն է։ Դրա համար հարկավոր է Աստծո հետ կենթանի հարաբերություններ ունենալ, աղոթքի մեջ, խոսքի մեջ, որ անմիջապես վիրուսը ճանաչող լինի մեր մեջ։ Որովհետև եթե հույսը դրել ենք, որ մենք մեր իմացականությամբ, մեր մարդկային կարողությունությամբ վիրուսը ճանաչելու ենք ու մեր սիրտը պահելու ենք անվտանգ, նման բան գոյություն չունի։ Սամսոնի նման տղեն զգուշություն չցուցաբերեց, Դալիլայի առաջ սիրտը բացեց, արդյունքում ինչ եղավ, ուժը կորցրեց եւ նահատակվեց։ Տերը օրհնե ձեզ իր անվան եւ փառքի համար։ Ամեն։